Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանը, շնորհակալ եմ պարոն Ղուկասյան, մեր վաղուց չէինք հանդիպել, բայց այս ընթացքում ընտրություններ տեղի ունեցան, խորհրդարանը ունեցան, բայց ընտրություններ։ Նու ասում են, մեզ վստահեցնում են, որ ընտրություններ են եղել։ Մի խոսքով խորհրդարանը ձևավորվեց, վաղը չէ մյուս օրը տեղի կունենա Անդրանիկ նիստը եւ վերջնականապես ձևավորված կհամարվի խորհրդարանը, եթե ամեն բան ավարտվի այնպես, ինչպես ենթադրվում է։ Եվ Նիկոլ Փաշինյանը կրկին վերընտրվեց, թեպետ այս անգամ համոզմունք կար, որ քանի որ առաջնորդող ուժը ուղիղ իմաստով նախորդ իշխանությունների հետ չգիտեմ, առնչություն բառը ճիշտ է, որտեղ ինչ որ առնչություն ունեցել է, բայց ուղիղ մասնակցություն չի ունեցել, եւ մյուս կարևոր հանգամանքը շատ հարուստ մարդ է, եւ ունենալով մեր աչքի առաջ Վրաստանի օրինակը, որտեղ շատ հարուստ մարդը եկավ եւ Սաակաշվիլից վերցրեց իշխանությունը, շատերի մոտ կար սպասելիք, որ այդ արդեն շատ հարուստ մարդու մասնակցությունը վերջնական որոշել է, որ Փաշինյանից ազատվում են։ Բայց բացվեց այդպես չի։ Թեպետ կային մարդիկ, թվում նաև մեր եթերում, թվում նաև ես, ովքեր կարծում են, որ այստեղ շատ հարուստ մարդը շատ օգտակար չի լինի։ Խնդրեմ։ Ինչ տեղի ունեցավ, ինչու այսպիսի դասավորվածություն եւ ինչն է Փաշինյանի երկարակեցության գաղտնիքը ձեր գնահատմամբ։ Իսկ եթե այսպես փորձենք նայել, Բորիս, կար հնարավորություն փոխել Հայաստանի քաղաքական կուրսը։ Արդյոք այս ընտրությունները դա հնարավորություն էր փոխել Հայաստանի կուրսը։ Առաջի հարց, որն է Հայաստանի կուրսը։ Ես այդ էի ուզում հարցնել, ընդհանրապես եկեք ճշտենք որն է կուրսը, որտեղ։ Եվ երկրորդը պետք է հասկանալ ինչ հնարավորություններ կային այդ կուրսը փոխելու ընտրությունների միջոցով իշխանապողության միջոցով։ Որն է Հայաստանի կուրսը, սկսենք այդտեղից։ Դա բարդ հարց է, հավանաբար ուղիղ պատասխան դժվար է տալ, բայց Հայաստանը կարելի է ասել 22 թվականից ինչ որ տուրբուլենտական փոփոխությունների մեջ է արտաքին քաղաքականությունը գտնվում, մեզ մոտ արտաքին քաղաքականությունը այսօր որոշիչ է ներքին քաղաքականության համար, որովհետև խաղաղություն թե պատերազմ, արևտրային միություններ, մաքսային միություններ, արտաքին արևտուր, այդ հարցերը ոնց որ թե առաջի պլան են, որից շարադրվում է կամ որը որ ազդում է մյուս հարցերի վրա, էլի։ Երկրի ներսի գլխավոր հարցը միշտ եղել է եւ մնում է սեփականության բաժանումը, բաշխումը եւ հասարակությունը միշտ հետաքրքրված է դրանով տնտեսության զարգացումը, որը որ մենք կարծում տևական ժամանակ գրեթե չենք տեսնում։ Եթե այսպես ասած հանել այդ քաղաքաշինության շինարարության հատվածը, մյուս հատվածներում տնտեսության առանձնապես հաջողություններ այդպես չեն գրանցված։ Շատ քիչ են գրանցված, բայց դա էլ կապված է նորից արտաքին քաղաքականության հետ, որովհետև կապված է արտաքին ներդրումների հետ։ Եվ այս թնջուկի մեջ իմ տպավորությունը, որ ես այսպես եմ տեսնում, երկու աշխարհքաղաքական կարելի ասել էտապի բաժանել Փաշինյանի արտաքին գործարքները։ Դա 20 թվականի պատերազմից ընդառաջ ձեռք բերված աշխարհքաղաքական որոշակի գործարք, որը վերաբերվում էր Արցախին։ Եվ
22 թվականին նոր գործարք, որը որ կրկին վերաբերվում էր Արցախին, բայց իր հետ միասին արդեն պարունակում էր ինչ որ շարունակություն Հայաստանի մասով այլ ոլորտների համար։ Մենք շատ ենք խոսացել այդ 20 թվականի առաջի փուլի գործարքի մասին, այս ընթացքում մեր նախորդ հարցազրույցից հետո հրապարակվեցին Մինսկի խմբի բանակցային փաթեթները, Փաշինյանը հայտարարեց, որ սա ապացուցում է իր ասածները, իրականում ոչ մեկ բանավեճի չմտավ Փաշինյանի հետ, Արտուր Օսիպյանը փորձեց ընտրությունների ժամանակ դա անել, հարց տալ Փաշինյանին, որտեղ է այդ խաղաղ կարգավորման առաջարկներում գրված, որ Արցախը պիտի լիներ Ադրբեջանի կազմում, եւ բոլորս գիտենք ինչով ավարտվեց այդ ինչ բուրն պես ռեակցիա տվեց Փաշինյանը դրա վրա։ Բայց երկրորդ էտապի հետ կապված ավելի շատ մութ կողմեր են եղել, հասկանալի չէր Պրագայի ազդեցությունը սկզբից այս ամենի վրա, տակը Պրագան ինչա ունեցել, այնուամենայնիվ կարելի է ասել, որ կուրսը դա որը որ Հայաստանը հիմա տանում է Արցախի մասով, Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, դա ուղիղ բոլորը ասում են, դա ասեց Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ իր վերջի պատմական հանդիպման ժամանակ, որ այդ հարցը պիտի այս ընտրություններով փակվի մեկընդմիշտ։ Դա Պուտինը ասաց, թե Փաշինյանն ասաց։ Պուտինը ասաց, որ հույս ունի, որ այդ հարցը առհասարակ փակվի այս ընտրություններում։ Ներքին այսպես ձևակերպեցին, որ արտաքին ոլորտում փակ է, մնում է, որ ներքին ոլորտում փակ են։ Եվ դա ամեն օր ասում է ըստ էության Փաշինյանը, երբ որ առիթ է լինում։ Այսինքն հարց առաջին որևէ բան հնարավոր էր փոխել այդ դրության մեջ, թե ոչ։ Այսինքն Արցախի հարցը չփակել։ Հա, ես բարձրաձայնում եի մտածում։ Փաշինյանը ուր է տանում Հայաստանում, որ կողմ։ Որովհետև եթե Պուտինը խնդրում է, ասում է հանրաքվե արա ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, Փաշինյանն ասում է, չէ, այն ֆիլմ կար, չէ։ Պուտինը խնդրում է։ Չէ, այն ֆիլմ կար, որ ասում են, հանուն մեր ֆերմայի մի մետր էլ չեմ քշի, հիմա հանուն ֆերմայի Նիկոլ Փաշինյանը հանրաքվե չի անում։ Իմ կարծիքով Պուտինը չի խնդրում, պահանջում է։ Դա պայման է, այո, դա պայման է։ Փաշինյանը ինչու չի անում։ Ի վերջո քաղաքական իր մեծ քաղաքական ճանապարհը սկսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու այդ նախաձեռնությամբ խորհրդարանում 2017 թվականին, եթե չեմ սխալվում։ Անշնորհ բան է հիշել Փաշինյանի քաղաքական տարբեր պերիոդների, չէ, Հայաստանը եւ վերջ, բազմաթիվ օրինակներ։ Չէ, ուզում ասեմ, ինչի՞ չի դուրս գալիս ԵԱՏՄ-ից։ Վերջը հնարավորություն տվել են, չէ։ Ասում են հանրաքվե արա, իր վրա պատասխանատվությունը չի մնա, հանրաքվե կանի, ասի ժողովուրդը որոշեց։ Իմ կարծիքով Ռուսաստանը հիմա իր համար արդեն այդ որոշումները ընդունել է, որ Հայաստանը պիտի դուրս գա։ Որ Հայաստանը ԵԱՏՄ-ից պիտի դուրս գա։ Ինչու։ Որովհետև հավանաբար Հայաստանը այլևս չի կարող ռեէքսպորտի համար լինել հարթակ Ռուսաստանի համար։ 22 թվականից ի վեր կտրուկ աճել էին Հայաստանի արտաքին արևտրի տվյալները, դա կապված էր Ռուսաստանի ռեէքսպորտի հետ, այսինքն Հայաստանը Եվրոպայից ներմուծում էր ապրանքներ, որը որ հետո արտահանում էր Ռուսաստան, եւ Ռուսաստանից ներմուծում էր ինչ-որ բաներ, որը հետո արտահանում։ Բայց ԵԱՏՄ-ն չի ստեղծվել, չէ՞, ռեէքսպորտի համար։ Ի վերջո 13 թվականի ստեղծված հիմնադրված կառույց է։ ԵԱՏՄ-ն առաջ երթին մաքսային միություն է։ Հասկացա, բայց հիմա ի՞նչն է խանգարում, որ Հայաստանը այդտեղ մնա։ Իմ կարծիքով Ռուսաստանին հետաքրքիր չի այլևս իրավիճակ, եթե Հայաստանը ռեէքսպորտի համար հարթակ չի,
Ռուսաստանի համար, այսինքն չի օգնում շրջանցել պատժամիջոցները, բայց տնտեսական բաժին ունի Ռուսաստանի շուկաներում։ Սա մեկ այն ինչ որ առաջնային է, երկրորդ հարցը էլի հետ վերադառնանք Արցախի խնդրին, վերջո Ռուսաստանի քաղաքականությունը Արցախի վերաբերյալ։ Իսկ իմ համոզմունքն է, որ Ռուսաստանը ի սկզբանե ուներ որոշում, որ Արցախը պետք է հանձնեն Ադրբեջանին, ինչպես Պուտինն էր ասում, հույսով որ դա ավելի մեղմ կանցնի, բայց դրա դիմաց Ադրբեջանից ինչ որ բան պիտի ստանար, չէ՞։ Եվ հարց, ինչ է ստացել։ Ինչ որ բան ստացել է։ Եթե դա աշխարհ քաղաքական հարթության մեջ նայենք, երևի կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը ունեն պայմանավորվածություններ կամ ունեն ինչ որ համատեղ ռազմավարություն, որը ենթադրում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ավելի ամուր ինտեգրված ինչ որ քաղաքական Դուք հետևում եք Ադրբեջանում տեղ ունեցող Ալիևի հայտարարություններին, Զելենսկու այցին։ Եվ հիմա այստեղ նույնպես տեսնում ենք ճակ այդ ուղղության վրա։ Դրա համար եմ ասում, պարզ սխեմաներ բացատրության համար աշխարհ քաղաքական դասավորության չեն գործում։ Շատ լավ, հիմա իմ մոտ հարց է։ Շատ հեշտ կլիներ մեզ հիմա վերլուծել, եթե մենք ասենք, այ տեսնում եք Ադրբեջանը ձգտում է ԵԱՏՄ, Հայաստանը պիտի ԵԱՏՄ-ից դուրս գա իր տեղը զիջի։ Հիմա հենց այդ հարցն էր եւ երբ որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ճակ կա։ Վրաստանի հետ հարաբերությունները դեռ չեն կարգավորվել։ Ինչու է Ռուսաստանը ուզում ազատվել Հայաստանից։ Շահը ո՞րն է Ռուսաստանը։ Իսկ ինչ շահը ունի Հայաստանից Ռուսաստանը։ Ո՞րն է։ Ռազմաբազա ունի, ներկայություն ունի, Ինչի համար տնտեսական ռազմաբազա, չգիտեմ, ո՞րն է տնտեսական, այդ հարցերը պիտի ենթադրենք դնենք եւ գնահատենք։ Ռուսաստանի համար ինչ է նշանակում Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ, դաշնակցային հարաբերություններ ունենալը, ինչ բեռ է դա եւ ինչ օգուտներ ունի դրանից Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ դնենք համեմատության մեջ ենթադրենք Ադրբեջանի։ Բայց Ադրբեջանն էլ չէ, չունի կորցնում է։ Եթե Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավում լիներ, չգիտեմ, եթե Ադրբեջանը այլ դիրքորոշումներ ուներ, կարելի էր ինչ-որ բան տեղավորել այս վերլուծության մեջ, բայց ինքը ըստ էության չունի նաև Ադրբեջանը։ Այստեղ նորից եմ ասում, մենք ապրում ենք նենց դարաշրջանում, երբ որ նամանավանդ այդ պոստսովետական հատվածը, հրապարակային քաղաքականությունը եւ խոհանոցը տարբեր են։ Իրարից տարբերվում են, այսինքն հրապարակային մենք կարող ենք տեսնել մի վիճակ, իրականում ռազմավարությունը դրա թիկունքում լինի ուրիշ ձև։ Սա ըստ էության պատերազմական դրություն է, ոչ թե խաղաղ սովորական հարաբերությունների դրությունը, երբ որ դեզինֆորմացիա, մասկիրովկա եւ այլն օգտագործում են ոչ միայն ռազմադաշտում, նաեւ դիվանագիտական Լավ, Փաշինյանը ինչու չի ուզում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Ի վերջո, վերջին տարիների իր կառավարության մեդիա քաղաքականությունն այն է եղել Ռուսաստանի նկատմամբ էս քարոզը ատելությանա, որ վատ դաշնակից է, մեզ խափեց, գցեց, Արցախը հանձնեց, չգիտեմ, հիմա ուզում են միջանցք խլեն տան Ադրբեջան, այս վատ խոսակցությունների ֆոնին կարծեք թե պիտի այսպես ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հարաքվեի առաջարկը Պուտինի Փաշինյանի համար փրկողակ լիներ, վերջապես ազատվելու այդ վատ դաշնակցից։ Ինչու չի անում այդ հարաքվե։ Եվրոպան պատրաստ չէ խնամակալի դեր ստանձնել դրա համար։ Էդ էլ է հարց, պատրաստ է թե պատրաստ չի, որովհետև նորից եմ ասում, այդ մեծ շախմատի տախտակի վրա քայլերը հիմա ուրիշ սովորական խաղաղ հարաբերությունների տրամաբանության մեջ չեն։ Ռուսաստանը գտնվում է Եվրոպայի հետ ամենա իր հակամարտության ծանր կետում, որտեղ եւ ռեսուրսների հաշվարկն է գնում այո, եւ իրենք կարող է դիտեն, որ դնելով Հայաստանը ինչ որ վիճակի մեջ կստիպեն Եվրոպային միջոցներ ծախսել Հայաստանի ուղղությամբ եւ այլն։ Դա էլ կարող է գործոներ լինել, բայց
Որից ամբողջական բացատրություն դա չի տալիս այսօրվա դրությանը։ Պարզ է, որ այն ինչ տեսնում ենք, որ Փաշինյանի համար ելնելով հավանաբար նաև ներքին քաղաքական պատկերացումներից մեր բիզնեսը օրինակ, մեր օլիգարխիան ցանկանում է, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Մեր խոշոր սեփականատերերի զգալի մասը բանտում է, դժվար է իմանալ, իրանք ցանկանում են, երևի թե կուզեն, որ ԵԱՏՄ-ից դուրս սեփականության հիմա վերաբաժանումը գնում։ Մեկ ներքին process, որի տրամաբանությունը тоже միջև վերջ։ Եկեք միջև սեփականության վերաբաժանումը գալ, ինչին կգանք միանշանակ։ Բայց ընդունենք, որ պարզապես կան այնպիսի պատճառներ, որ տեսանելի չեն, որ ստեղծել է այս տարօրինակ վիճակը, երբ Ռուսաստանը ժամկետ է դրել մինչև դեկտեմբեր Հայաստանին կոնորոշվել, այլ կերպ ասած, եթե Հայաստանը թղթով ժողովրդի որոշումով չբերի հաստատում, որ ինքը ԵԱՏՄ-ում ուզում է մնալ, Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս կհանեն գալիք տարի։ Մոտավորապես հիմա այն ինչ որ սեղանին դրված է, սա է։ Շատ լավ, այս իրավիճակում ձեր գնահատում, քանի որ չենք հասցրել այս ընթացքում զրուցել այս թեմայի վերաբերել, որն էր Սամվել Կարապետյանի ֆունկցիան քաղաքական։ Գալ, ասենք միլիարդատիրոջ ինչին էր պետք քաղաքական process-ի մասնակցել եւ ուղղակի լինել ընդդիմություն։ Դե ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը չէր կարա Հայաստանում լիներ անկախ ինքնուրույն եւ ինչով է չափվում ղեկավարի ուժը իր անկախությամբ։ Պարզ է, որ Ռուսաստանում այդպես մեծ սեփականություն ունեցող սեփականատեր ոչ միայն բարձր քաղաքական իշխանությունից է կախված լինելու, այլ նաև տեղական մակարդակով, հա, եթե մի քանի հատ խոշոր խանութներ ունի, հա, այդ արևտրային կենտրոններ եւ այլ, Մոսկվայի քաղաքապետը կարող է իր վրա ճնշումներ գործադրի եւ այսպես ասած պահանջի կադրային քաղաքականության որոշումներ կամ ինչ որ տնտեսական որոշումներ, դա ուժեղ վարչապետ ի սկզբանե այդ դրվածքով այդ սիտուացիայի մեջ գտնվող մարդը չէր կարա լինել։ Հաճախ համեմատում են Իվանիշվիլիի հետ, բայց Իվանիշվիլին մինչև առաջադրվելը Վրաստանում իր ամբողջ կապիտալը դուրս բերեց, բայց ինքն Սամվել Կարապետյանն էլ միայն Մոսկվայում չունի, չէ՞ կապիտալ։ Կիպրոսում ասում են ունի, արաբական երկրներում, Հայաստանում ունի։ Դե այդտեղ եթե Սամվել Կարապետյանը ունենար Գերմանիայում կապիտալ ենթադրենք, փաստարկը որ ինքը խոցելի է քաղաքական առումով ավելի թույլ կլներ, որտեղ իրավական պետություն է Գերմանիա։ Ռուսաստան իրավական չի։ Ռուսաստանը չափազանց իրավական է։ Ռուսաստանում սեփականատերերը խոցելի են։ Սեփականությունը պաշտպանված չի Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես եւ Հայաստանում տեսնում եք։ Եվ իհարկե Սամվել Կարապետյանը քաղաքական շրջանակներում չէր կարա դիտվեր որպես լուրջ տեխնացու վարչապետի պաշտոնին, այսինքն բոլորը ասում էին, որ սա Մոսկվայից շատ կախված քաղաքական գործիչ է լինելու, եթե այսպես իր հիմա էլ, հա, ունի մեծ ֆրակցիա խորհրդարանում եւ այլն, եւ ըստ էության այդ ֆրակցիան դիտարկվում է որպես գրեթե ուղիղ Մոսկվայից ղեկավարվող կառավարվող ինչու՞ բայց ասենք Փաշինյանի ֆրակցիան չի դիտարկվում, ասենք ուղիղ Եվրոպայից, Թուրքիայից կառավարվող, այս Սամվել Կարապետյանն է դիտարկվում։ Սեփականության հենց այդ պաշարի պատճառով, որովհետև որ մարդուն պատկերացնես այդ վիճակի մեջ, եթե իրեն շանտաժան են, սեփականությունը կամ այսինչ քաղաքական որոշումները, ինչ պիտի մարդը հերոսաբար հիմա շանտաժ արեցին հեծով, մարդը հերոսաբար դիմադրեց։ Դե այստեղ եւս ինտրիգ կա, այսինքն որքանով էր հեծի հետ կապված խնդիրը շարժարից Կարապետյանին մտնել, ինքը մտավ քաղաքական պայքարի մեջ այն տրամաբանությամբ, որ հեծի շրջանառության շահույթի մի տարվա փողը տա վարչապետի պաշտոնը առնի, հա, սա մի ենթադրենք մոդել, բայց համաձայնվեք, որ այդ այսպես լուրջ
հիմքեր չեն։ Հայաստանը այնպիսի պետություն չի, որ ստեղ կարաս փողով խլես աշխարհքաղաքական առանց համաձայնությունների վարչապետի պաշտոնը։ Պիտի կոնսենսուս լինի որոշակի ցանկացած տեխնացուի մոտ, որը որ հայտ է ներկայացնում Հայաստանում ղեկավար լինելու։ Կարապետյանը կարար լավագույնս ունենար Ռուսաստանի աջակցությունը եւ տեսանք այդ աջակցությունը, բայց ինքը դժվար թե ունենար Բրյուսելի աջակցությունը, դժվար թե ունենար ԱՄՆ-ի աջակցությունը եւ կարևոր հարց կապ չունի Կարապետյան, Պողոս, Պետրոս, այդ հարցը ես միշտ տվել եմ։ Գնում ենք ընտրությունների։ Որն է այն քաղաքական ուժը, որը որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցյալ տարի նախաստորագրված պայմանագիրը պատրաստ է A. ստորագրել, B. Սամվել Կարապետյանի ուժը։ բոլորը։ Որ մեկը պատրաստ չէ ստորագրել։ Հասկացա, բայց Դե մենք բոլորին կուսակցությունից սկսած Նիկոլ Փաշինյանը բոլորը ասում են ստորագրված փաստ է, տեղի ունեցած փաստ է, այլևս ես այսինքն օրինակ դուք կարծում եք որևէ հաջողություն ունենալու համար հավանականություն մեծացնում որը մեկը պիտի դեմ լիներ դրան, ով որ հայտ էր ներկայացնում հակառակ։ Ես ուրիշ կերպ եմ նայում։ Հայաստանի կուրսի փոփոխություն կնշանակեր, որ եթե Հայաստանում իշխանության գալիս է ուժ, որը որ դնում է Ադրբեջանի առջև նախապայման։ Ինչ նախապայման։ Մենք ստորագրենք նախաստորագրած պայմանագիրը, եթե Արցախի հարցը դուք համաձայնվեք միատեղ հանձնենք դատարան, միջազգային դատարան, որ որոշի կարգավիճակը։ Հայաստան դաշինքը դա չէր ասում, Ոչ մեկ դա չէր ասում, բայց ուրիշ բան էր ասում, բացի հայ կարծողական Հայաստան դաշինքը ասում էր, որ մենք օգոստոսի 8-ի ստորագրված այդ փաստաթղթերին հավելվածներ պիտի ունենանք, առաջարկներ պիտի անենք։ Դու մանրամասներ չի ասվել ինչ, գուցե նաև հայ կառուցողական կուսակցության առաջարկներն էին ներկայացնում։ Որովհետև հայ կառուցողական կուսակցությունը ազատ է իրերը իր անունով անվանել, չէ՞, ես պարզ բան ասեցի։ Այդ Արցախի հետ կապված խնդիրը, էթնիկ զտման հետ կապված խնդիրը եւ այլն ոնց ուղղել, միակ ճանապարհը ուղղել կարգավիճակի հարցը Մինսկի խմբի լուծարումից հետո հանձնել ՄԱԿ-ի դատարան։ Սա է օրինական դաշտ հետ բերելու վիճակը։ Ոչ մի քաղաքական ուժ մասնակիցներից ազատություն չուներ, քաղաքական ազատություն չուներ, դա ուղիղ ասել։ Հավելվածներ, բաներ, դա մեծ Շատ լավ, հիմա ես համաձայն եմ Հայաստան դաշինքը երևի բոլորից շատ փորձեց ինչ որ բաներ հասկացնել, որ կարող ասենց լինի կամ նենց լինի, բայց եթե մենք բուն էական հարցին ենք վերաբերում, կուրսի փոփոխություն կարար լիներ, կային այն ուժերը, որոնք որ մեր երկրում պատրաստ էին այդ կուրսը փոխել։ Կար համապատասխան վիճակ, այսինքն ուժ ինչ է նշանակում, դու պիտի արտաքին աշխարհում քո ստրատեգիայի համար ունենաս գործընկերներ, հա, եւ հայ ժողովրդին ներկայացնես, որ այսպես ես տեսնում ու այսպես ես անելու։ Եվ ո՞ն դուք ասում եք Ռուսաստանը համաձայներ կամ մասնակցեց Արցախի հանձնմանը։ Հավաքական արևմուտքը դրան մասնակից ու համաձայներ։ Այսինքն կուրսը ոնց պիտի փոխվեր, պարոն Ղուկասյան։ Այդ արդեն յուրաքանչյուր քաղաքական մենք հիմա Սուդանի աջակցությունը պետք է ստանային, չգիտեմ, ում։ Չէ, այդ արդեն պրակտիկ հարց է, դրա մասին չնդատում բանով, հրապարակային, հա, մեդիայի տեղեկություններով, դա քաղաքականությունն է, էություն։ Կա միջազգային իրավունք, կա կոնկրետ իրավիճակ, կա օրինական լուծում։ Օրինական լուծումը պարզ է։ Ես վստահ եմ ինքը պարզ է Ռոբերտ Քոչարյանին, կարող է Սամվել Կարապետյանը այդ հարցերում այդքան սեփական կարծիք ունենալ չի կարող, վստահ եմ, որ դա պարզ էր Սերժ Սարգսյանին, վստահ եմ, որ դա պարզ էր Լևոն Տեր-Պետրոսյանին եւ վստահ եմ, որ դա պարզ էր Նիկոլ Փաշինյանին։ Շատ լավ, հիմա լավ, ինչ իրականություն են քաղաքական։ Ես այն գործիչների շրջանակը թվարկեցի, ում համար հաստատ 100% իրենք չեն կարող ասել, մեզ համար դա պարզ չի։ Շատ լավ, հիմա ինչ քաղաքական իրավիճակ ունենք, որ այս խորհրդանը հաշվի առնելով կա Սամվել Կարապետյանի ուժը 23%, 29 պատգամավորով Հայաստան դաշինքը 12 պատգամավորով կա Նիկոլ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չունեցող ֆրակցիայով
Եվ կա լեգիտիմության խնդիր կապված Բարգավաճ Հայաստանի այդ մանդատները գողանալու մասով։ Կա առհասարակ ընտրությունների Հիմա լեգիտիմության լավ, խնդիր, եկեք որովհետև բոլոր կողմերը շատ լավ։ ասեցին, որ Կա առհասարակ համաձայն, կա Փաշինյանը առհասարակ ասեց լեգիտիմություն։ սա այս Փաշինյանը ասեց ընտրություններում փողով են գնել ձայները, այսինքն անվավեր են Այո, ընտրությունները։ Իր ասածը, եթե մենք չընդունենք իրեն որպես բալաբոլ քաղաքական իմաստով, իր ասածը ընտրությունները անվավեր են։ Այն թվերը, որ ինքը հնչեցրեց, այն մասշտաբները ընտրակաշարքի, որ ինքը համոզված է, որ լինի, նշանակում է, որ ընտրությունները անվավեր են։ Փաստարկները, որոնք որ բերեց ընդդիմությունը, տեսանք բանում թվով այդքան բողոք պատմության մեջ չի եղել, նույնիսկ բոլորն են բողոք։ բոլորն են բավակել, այո։ Այսինքն համարել սա լեգիտիմ ընտրություններ, Ոչ լեգիտիմ խորհրդարանով Փաշինյանը որքան կարող է ձգել։ Եվ այս ընդդիմությունը ինչ կարող է անել։ Կամ արդյոք քաղաքական դաշտը կարող է վերաձևվել, նոր ընդդիմություն առաջ գա եւ Փաշինյանի համար դա ռեալ խնդիր դառնա։ դե ձգել բառը ստեղ միշտ ամեն մի ընտրություններից հետո ասում են, էս երկար չի կարա ձգվի, բայց տարի անցնում է, չափանիշ ինչով պիտի գնահատվի ձգել կամ Չէ, որովհետեւ նախորդ 21 թվականի ընտրությունները դուք էլ նկատեցիք, այսպեսի լեգիտիմության խնդիր չուներ, այսինքն այստեղ իշխանությունը ասում է կեղծվել է, ընդդիմությունը ասում է կեղծվել է։ Ընդ որում, եթե ասենք Եվրոպայի տեսանկյունից դες բոլորը ճիշտ են ասում։ Հա, ես համաձայն եմ, որ բոլորը ճիշտ են ասում եւ իմ դիրքորոշումը այդ բանավեճում եղել է, որ երկու կողմդ էլ ճիշտ եք։ Դուք բաժանել եք կաշառք, իսկ դուք կատարել եք մնացած բոլոր այն խախտումները, որի մեջ ձեզ մեղադրում են։ Բայց իրական ամփոփումը հետեւյալն է։ Հիմա որ Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն, դա ինչ ում համար է խնդրեմ։ Ռուսաստանի Դաշնության համար խնդրեմ է։ Հայաստանի համար խնդրեմ չի։ Մեր ժողովրդի համար Որովհետեւ խնդրեմ է։ ոչ լեգիտիմ իշխանությունը պետք է շատ զիջումներ անի։ Ում։ Ով ուզի, Ինչի։ ով կարող է ուզել։ Ինձ թվում է այդ զիջումները արդեն ում որ պետք էր առնել արված են, ում որ չի հասնում, ով որ չհամաձայնվեց հիմա, չէ, այսպես ստացվեց, որ Ծառուկյանն է հիմա կիզակետում գտնվում այդ դիմադրության շարժում, եթե այսպես պայմանական ասենք Հայաստանում այսօր ով է, Գագիկ Ծառուկյանն, չէ՞։ Ինչ որ մի բանի հետ չհամաձայնվեց ու ենթարկվեց հալածանքի։ Չհամաձայնվեց, թե Նիկոլ Փաշինյանը առաջարկել չարեց։ Որտեվ անձնական վիրավորանք էր։ Դե անձնական վիրավորանք, բան եւ այլն, այդ Նիկոլ Փաշինյանի Փաշինյանի նման մարդու համար դա կարևոր է։ ելք դաշինք հիշում եք ոնց էր ձևավորվում։ Դու իրար հայում էին, հետո միանում էին։ Հետո դառա քաղաքական։ Չէ, բայց դա པարզ է, չէ, երկդաշինքը ասեցին դուք հիմա որ հայում եք իրար, հիմա պիտի միանաք իրար։ Ոնց որ Փաշինյանը այդ բանը ասող չկա, որ հիմա պիտի միանաք Ծառուկյանը, այդ կամ ներեք իրար։ Եթե մենք համարենք, որ Փաշինյանի, ով ուզում է լինի Հայաստանի վարչապետի համար այսօրվա վիճակով, հա, գլխավոր ուղղությունները թիվ 1 ԱՄՆ-ն Անցյալ տարվա օգոստոսի 8-ից ԱՄՆ-ն դարավ գլխավոր ասիճը Հայաստանի համար այդ երկու դրվագով եւ պայմանագիր նախաստորագրված խաղաղության եւ տրիպ, որի հետ գալիս են ներդրումներ, գալիս է ինչ որ փաթեթ տնտեսական հարաբերությունների շահավետ է դա թե Հայաստանին ոչ շահավետ կամ որքանով է շահավետը լկող տնենք այդ բոլոր հարցերը, բայց կարևորությունով երկրորդ կարևոր ինստանցիան Ռուսաստանն է, երրորդ ինստանցիան Եվրոմիությունն է, չորրորդ ինստանցիան Թուրքիան է, հինգերորդ ինստանցիան Ադրբեջանն է եւ մնացած բոլոր այդ պետությունները, այդ թվում Սուդանը, որը դուք նշեցիք, գտնվում է 164-րդ տեղում։ Բայց եթե մենք շարադրենք ըստ կարևորության եւ հա փորձենք այսպես հասկանալ, ԱՄՆ-ն պատերազմի մեջ է եւ անհաջող բոլորը այդպես են։ Բայց Հայաստանի հարևանի հետ։ Հա։ Ռուսաստանը պատերազմի մեջ է եւ անհաջող։ Ուկրաինան էլ կարելի է ասել շատ հեռու չի, ամենայն դեպս նույն տնտեսական տրամաբանական տիրույթում է եւ այդ պատերազմը ազդում է մեր հարևանների վրա։
Այսինքն մեր երկու գլխավոր ումից որ կախված է Հայաստանը պետությունները գտնվում են ճգնաժամերի մեջ արտաքին հարաբերություններում եւ ներքին։ Թրամփին ներքին ճգնաժամ սպասում է նոյեմբերին, իսկ Պուտինի մոտ արկախված է սեպտեմբերին այդ խնդիրը եւ առհասարակ ոնց որ թե ռեժիմի այնտեղ հարցը արդեն սկսվում է երբեք չի եղել քննարկման առարկա, այսօր քննարկման առարկա է։ Արդյոք գոյություն ունի կյանք Պուտինից հետո։ Այսպիսի հարցեր են սկսում մարդիկ տալ, էլի։ Есть ли жизнь на Марсе։ Դա Եվ այլն։ Եվրոմիությունը նույնպես ապրեց իր ինչ որ փոփոխությունների շրջան, բայց այնտեղ Հայաստանի գլխավոր գործընկերը Ֆրանսիան կանգնած է շտով իշխանապողության ընտրությունների եւ այլն այդ process-ների առջեւ։ Այսինքն անկայուն է մոտակա տարիների տեսակետից պլանավորման համար գլխավոր այդ արտաքին գործընկերների շրջանակը, այսպես եւ այդ անկայունության հետ կա Ադրբեջանի պահանջը սահմանադրության փոփոխության։ Եվ այդ Ինչ է պահանջը հիմա չի կարող իրականացվել առանց Վլադիմիր Պուտինի համաձայնության։ Ինչու։ Որովհետև Վլադիմիր Պուտինը պիտի որոշի Հայաստանում սահմանադրության հանրակրվե լինի, թե չէ։ Այսքանից հետո դեռ Պուտինն է որոշում, ասի գլխավոր ուղղությունը արդեն ԱՄՆ-ն է։ Կարապետյանը ապստամբելու է, եթե Վլադիմիր Պուտինը իրեն ասի դիր հանրակրվե այդ հարցը ասելու է, չէ։ Ես կարծում եմ, որ Բայց ասի գլխավոր ուղղությունը արդեն ԱՄՆ-ն է։ ԱՄՆ-ն գլխավոր ուղղությունը կառավարության համար։ Կառավարությունը խախուտ վիճակում է գտնվում։ Հիմա վերանանք Փաշինյանն է, Պողոսն է, Պետրոսն է, Հասկացա, կառավարությունը ԱՄՆ-ի աջակցությամբ չի կարող ընդդիմադիր ֆրակցիաների ստանել անհրաժեշտ ձայներ։ ԱՄՆ-ի օժանդակությամբ ուժեղ Հայաստանից ստանալ ձայներ անհնար է։ Ինչու՞ բայց։ Որովհետև ակնհայտ է, որ այդ ֆրակցիայից ձայներ կարելի է ստանալ միայն Մոսկվայի միջոցով։ Եթե Հայաստան դաշինքի ձայները հələ դեռ կարելի է ենթադրել, որ որոշակի ինչ որ չնայած Ռոբերտ Քոչարյանը նույնպես խոշոր սեփականություն ունի Ռուսաստանում, ուներ համենայն դեպս այդ ԱՖԿ սիստեմայի իր մասնակցությունը այդպես էր դիտարկվում եւ նույնպես այդ խոցելիության աստիճանը ունի, առավել եւս որ այդ Եվտուշենկոն գլխավոր սեփականատերը ԱՖԿ սիստեմայի կարծես թե ընդդիմություն է գործող իշխանություններին ինքը ավելի պատմականորեն կապված էր Պրիմակով, Լուշկով այդ քաղաքական թիմի հետ, որը որ պարտվեց, անցավ այսպես ասած երկրորդ պլան, դիջեց ուրիշ կլաններին, խոշոր տնտեսական կլաններին իր դիրքերը, ազդեցությունները։ Նման պայմաններում ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ Մոսկվան պիտի որոշի հանրակրվե լինի, թե ոչ։ Եվ հավանաբար Մոսկվայի խնդիրներ այս ընտրություններում այդ վետոյի իրավունքը իրեն վերապահել եւ եթե դուք դոսիեի այդ հրապարակումները կարդացել եք, ոչ միայն վերնագրերը մեր մամուլի, որ դոսիեում հրապարակվեցին, այլ բուն այնտեղ ինչ է գրված, ինչ է ներկայացված եղել, այդ արտահոսքը երկու տեղից կարող էր լինել, կամ հենց այդ քաղ տեխնոլոգի գրասենյակից ում որ պատվիրված էր աշխատել ուժեղ Հայաստանի հետ, միասնության թևեր կուսակցության հետ, կամ հենց այն գրասենյակից, ով որ համակարգում էր Կիրիենկոյի գրասենյակից, ով որ համակարգում էր Հայաստանում այդ քաղաքական process-ները, որովհետև դա ըստ էության քաղ տեխնոլոգի նամակներն են գրասենյակին, որտեղ ինքը ներկայացնում է ընթացքը, ոնց է գնում նախապատրաստական ընթացքը ընտրությունների եւ քննադատում է Սամվել Կարապետյանին, որ ամբողջությամբ տապալել է քաղաքական պրոյեկտը, որ նոր մարդկանց չի ներգրավել, հին մարդկանցով է իր թիմը ձևավորել եւ իրեն այսպես առաջարկած բոլոր քաղաքական գործողություններից ծրագրից որ պետք է արել, միայն արել է այդ 5000 մարդ ներգրավելու
էլեմենտը որպես մասնակից, այդտեղ էլ հենց խոցեց, Այսինքն Մոսկվայում դժգոհ են Կարապետյանից։ այսինքն Կամ այդ քաղ նամակները տեխնոլոգը իր վրայից պատասխանատվությունը այդ նամակով հանում է, որ իր խորհուրդները Սամվել Կարապետյանի թիմը չի կիրառում, հակառակն է անում։ Եվ նույնիսկ այնտեղ կար այսպես կետ առ կետ ներկայացված ինչ պիտի աներ, ինչա արվել, հա, դրան հակառակը ինչա արել, էլի, եւ այլն։ Ցաթոյանի շտաբին վերաբերում էր նույնպես քննադատություն, որ իրենք մարտ ամսվա դրությամբ ընտրություններից ընդառաջ ունեին ընդամենը նախահաշիվ 920 միլիոն դրամի, որը որ մեդիայի համար վերնագիր դարավ, եւ հաշվետվություն 20 միլիոն դրամ ծախսելու մասին, որտեղ 923 միլիոն, որտեղ 20, որը որ հիմնականում ծախսվել էր իրենց հենց այդ շտաբի աշխատանքների վրա եւ նույնպես քննադատություններ, որ չկա մեդիապլաներ, չկա հանդիպումների կազմակերպման գրաֆիկ եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ փաստաթղթերից հրապարակված կարելի է երկու բան դատել, որ ռուսական կողմը ուզում էր, որ դա հրապարակվեր։ Հիմա դա Կիրիենկոն է արել, թե այդ Գլասկովը, որ ներգրաված էր որպես պոլիտտեխնոլոգ, որտեղ հավանաբար դա պատասխանատվությունից ազատվելու խնդիր ուներ, այդ հրապարակումը։ Ավելի վերև ինստանցիաներում, վերևին, հա, ուղիղ, այսպես ասած, մեդիայից զեկուցելու, եւ հավանաբար երկրորդը ինչ որ բացահայտում է, որ ներ տեղական քաղաքական այս թիմերը իրենք ինչ որ ուրիշ պատկերացումներ ունեին արդյունավետ արդյունքի հասնելու, քան իրենց խորհրդատուները ինչը որ առաջարկում էին, այսինքն այդքան էլ ոնց որ ասած Մոսկվայի օժանդակությունը գործնականում օգտակար չեղավ, որովհետև մենք մեր սեփական ճանապարհով գնացինք, այդ սկզբունքը գործեց այդ քաղաքական ուժերի մոտ։ Բայց նորից եմ ասում, արդյունքը Ռուսաստանի համար իմ կարծիքով բավարար է, որովհետև Ռուսաստանն ունի վետոյի իրավունք այսօր ազգային ժողովում, եւ եթե sense գրեհիկ մակարդակի իջացնենք, եթե Իլխամ Ալիևը կարող էր ենթադրել, որ իր համար ձրիա լինելու Հայաստանում սահմանադրական այդ սահմանադրության փոփոխության հարցը, հիմա ինք պիտի Մոսկվային մուծվի։ Իմ համոզմունքն է, որ առհասարակ Արցախի հետ կապված հարցը, երբ որ Ալիևը ուղիղ ասում է Մինսկի խումբը մեզանից ուզում էր Արցախը խլել եւ այլն, լսել ենք, չէ, բայց մենք կարողացանք, ոնց կարողացանք։ Այդ ոնց ստացվեց, որ կարողացաք։ Եթե ուզում էին, ոնց ինչ գործ պատերազմ սկսեցին։ Ավելի պարզ պատասխանը փողն է։ Մենք առանք դրանից հետո պատերազմ սկսեցինք։ Բայց պատերազմի իրավունք առանք պատերազմի իրավունք եւ առանք այդ դրանից հետո բխող ինչ որ այսպես ինդուլգենցիաներ պատերազմ սկսելը մի բան է։ Իհարկե Մինսկի խմբի 3 պետություններից հնարավոր էր առնել այդ ամեն ինչը։ Մեկից որ հաստատ հնարավոր էր։ Մեկից, ասենք, գիտեք, ես այդ մեկը ունի այդ համբավը։ Ես ազատ խոսքի կարծիքների, վերլուծությունների ամենակողմ մարդն եմ, բայց ես չեմ անցալու, երբ որ ասեք Ռուսաստանին մեղադրելու համար Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ներկայացվում որպես հարիվներ։ Չէ։ Այսինքն Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան արտարկելներ այսօր միջազգային մամուլը, էքսպերտները, ԱՄՆ-ի հանրությունը գտնում են, որ Տրամպը անցել է Պուտինին վաղուց այդ հասկացա, բայց այդ գործընթացը առանց Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հնարավոր չէ։ Պոզիցիայով կոռումպացված, ամենակոռումպացված լինելու, հա, այդ ունդեղ էլ հարցը լուծած։ ռեյտինգով Տրամպը Բաքվում Trump Tower պետք է կառուցվեր։ Մենք ապրում ենք անոնիմ էլեկտրոնային փողերի էպոխայում։ Թաուրները եւ այլն տեսանելի բաներ են, բայց եթե Դուրովը ինչ որ մի բան այնտեղ իր բորսայով փոխանցեց, դրա համար շատ դժվար է հայտնաբերել ով, ինչ, ում եւ այլն։
Իսկ երբ որ Տրամպը պարզապես իր սեփական բիտկոինը ունի, հա, այդ Trump coin, թե ոնց է կոչվում, այդտեղ ընդհանրապես էլ ամերիկացիների մոտ պիտի լինեն այդ հարցերը, էլի, մեզ մոտ չէ։ Ես նորից եմ ասում, ճաշակի հարցը կամ քաղաքական ինչ որ, հա, ճամբարի հարցած էս կամ են էությունը կա օրենքը ոնց կարա շրջանցես փող։ Չէ, ես շրջանցել է համաձայն եմ ձեզ հետ, ճաշակի հարցը, բայց մենք այստեղ փորձենք իրականությունը բացահայտել, որովհետեւ մի բան ակնհայտ է, պատերազմը, որ սկսվեց Հայաստանի դեմ եւ որի առիթը նաեւ Նիկոլ Փաշինյանը կոնը տեղեկատվական դաշտում ապահովեց, չէր կարող սկսել առանց Մինսկի խմբի համանախագահների առնվազն լուր համաձայնության։ Կարար սկսել, բայց այստեղ ես կողմ չեմ որ մի կողմի վրա թողնում ենք տպավորություն ստեղծել թե այն երկու կողմը որ գերտերություններ են կողմը Միացյալ Նահանգները այսպես օթեին կարար լիներ դասավորություն Հայաստան, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, ընդդեմ Ֆրանսիա, ԱՄՆ։ Ընդ որում ԱՄՆ-ի նեյտրալ դիրքորոշմամբ Ֆրանսիան ավելի հակադարձված։ Իմ կարծիքով, եթե մենք այդ աշխարհքաղաքական դասավորության հետ վերադառնանք, դա կարող էր լինել նման պայմաններում։ Այսինքն, եթե Ադրբեջանը ուներ Ռուսաստանի հետ համատեղ որոշում, Ռուսաստանը շահագրգռված էր դրանում, եթե Հայաստանի ղեկավար այդ բան Փաշինյանը պատրաստ էր այդ դարձնել իրականություն եւ եթե ԱՄՆ-ն ուներ իր այնտեղ հետաքրքրությունների բաժինը, որը որ իրեն հնարավորություն կտար դե մենք տեսնում ենք արդյունքում Ռուսաստանը կորցրեց Արցախի մասով ես այդքան էլ դրա համար չգիտեմ ինչքան խելամիտ են որոշումներ կայացնողները Ռուսաստանի համար Արցախի պրոյեկտը պրավալ է որովհետև իրենք ձգտում էին իմ կարծիքով բնականաբար պահել իրենց զորքերը այնտեղ դրա համար հարկավոր էր որ արցախցիների մի մասը մնա դա չստացվեց եւ դա մեծագույն պրավալ է եւ այդ սուրբ պոլեմիկան դու ես մեղավոր Պուտինի եւ Փաշինյանի միջև դա նաեւ այդ իմ գնահատականով բան ունի ով է մեղավոր որ վերջում այսպես եղավ Ալիևի տեսակետից իրեն գցեցին Եվ հիմա Ալիևին, որպեսզի այս իրավիճակից էթնիկ զտման, հա, այդ բերից դուրս գալու համար, այո, պետք է ինչ-որ լրացուցիչ ջանքեր, լրացուցիչ ռեսուրսներ, իրենց դեպքում փող, որովհետև երբ որ հարկավոր է ինչ-որ մի հանցագործություն ջրել, վերջո մեր կյանքի պրակտիկայից, հա, կա քրեական հանցագործ, կա քնիչ, կա դատախազ, կա դատավոր, բոլորին չէ, պիտի գնան փող բաժանեն, որ այդ հանցագործությունը ինչ որ ձևով մեղմ նայեն եւ այլն։ Հիմա Ադրբեջանը այդ վիճակում է, մեղավոր համարում է հայերին բնականաբար, կասկածում է Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանի մատը խառն է, որ ինչ եղավ, որ սենց եղավ վերջո եւ կանգնած է փաստի առաջ, որ լրացուցիչ գործողությունների համար պետք է լրացուցիչ վճարի։ Եթե Փաշինյանը ունենար, այսպես ասած, ես համոզված չեմ, որ Փաշինյանը ցանկանում էր ունենար սահմանադրական մեծամասնություն, ինքը պիտի դա ցույց տար։ Բայց եթե ունենար ոչ մի արգումենտ, ինչի ինքը անվճար, կոպիտ ասած, սահմանադրական հանրակրվե գումարի չէր լինի։ Իսկ հիմա կա խոչընդոտ, հիմա կա պայքար, հիմա կա Գագիկ Ծառուկյանը բանտում է, տեսեք մենք այսպես ասած խլում ենք, ջախջախում ենք, հայկական օլիգարխիան դեմ ամենք իրար։ Այ մյուս ընտրություններին, որ սահմանադրական մեծամասնություն լինի, համեցեք։ Համեցեք։ Շնորհակալ եմ։ Պարոն Ղուկասյան, հետաքրքիր զրույցի համար ես շնորհում զրուցում եի Անդրեաս Ղուկասյանի հետ, տեսություն կհանդիպենք։